Այսպես, թաղ առ թաղ, կամ ինչպես գյումրեցին է ասում, մայլա առ մայլա, ցուցապաստառներով ու վանկարկումներով գալիս են կանգնելու եւ սատարելու հայկական վերածնունդ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Հովհաննես Մարգարյանի կողքին։ Գյումրու թատերական հրապարակը վերջին տարիներին այսքան մարդաշատ չէր եղել։ Հայկական վերածնունդ կուսակցության կողմից անցկացվող բազմահազարանոց հանրահավաքը սպասված էր գյումրեցիների համար։ Հովհաննես Մարգարյանը հեշտությամբ չկարողացավ անցնել մարդկանց հոծ բազմության միջից։ Նրան ընդունում են որպես յուրային, որպես Գյումրու վերածննդի հիմնադիր։ Այլևս սա մեր կռիվն է, սա մեր պայքարն է։ Եվ մենք բոլորս թևի տված, ուսուսի տված, պետք է կարողանանք այս թալանջիներին ամսու երկուսից հեռացնենք մեր քաղաքից, հեռացնենք մեր երկրից։ Առաջ դեպի հաղթանակ։ Եվ պետք է կարողանանք մենք բոլորս հնարավորություն տալ, որպեսզի մեր ղարիբները հետ կան եւ շենացնեն մեր երկիրը, մեր քաղաքը։ Սա ենք մենք անելու բոլորս միասին։ Հոկտեմբերի 2-ը պետք է լինի Գյումրու համար ճակատագրական, այդպես է թե ոչ։ Հոկտեմբերի 2-ին գիտեցեք, հաղթում է Գյումրին, վերափոխում է Հայաստանում շատ բաներ։ Երևի դուք չեք պատկերացնում, թե ինչ պինդ ոսկոր է Գյումրին որոշ մարդկանց հոգորտին նստած։ Եվ մենք պետք է կարողանանք բոլորովս միասին այդ ոսկորը ջարդել հանուն Գյումրու եւ հանուն Հայաստանի։ Այդպես է թե ոչ։ Գյումրիից է սկսվելու Հայաստանի մեծ վերափոխությունները։ Հաղթանակ, 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 հաղթանակ։ Մեր այս պայքարի վերջը հաղթական դառնալու է հայկական վերածնունդ կուսակցության հետագա հաղթանակների մեծագույն շքերթը։ Կանգնել հայկական վերածնունդ կուսակցության կողմից առաջադրված ավագանու թեկնածուների եւ այդ անվանացանկը գլխավորող աշխարհի ամենաազնիվ, ամենաբարի մարդու Գյումրի քաղաքի եւ գյումրեցիների մեծագույն սիրահարի Հովհաննես Մարգարյանի կողքին։ Թե ինչպես կարող է քաղաքապետարանի ավականու անդամ Լևոն Բարսեղյանի կողքին չկանգնել ավականին, իր ընկերները այն պահին, երբ նա ուներ այդ օգնության կարիքը, ինչպես կարող է ընտանիքի անդամը հեռու մնալ այն մարդուց, որը դժվարության մեջ է։ Ով արեց այդ քայլը։ Հովհաննես Մարգարյանը։ Վերջապես գալու է պահ, որ այն էժանագին ծախվածները, ովքեր խոսում էին նամուսից ու թասիբից, այն գրգից գիրք թռնողները, ովքեր խոսում էին արժանապատվությունից, այն սատանաները, ովքեր իրեն չար ոգիներով խոսում էին սրբերից, նրանք հեռանալու են, նրանց մենք հեռացնելու ենք այս քաղաքից, ավելին նրանք պատասխան են տալու ամեն ինչի համար, առաջի հերթին այն հիմնավոր թալանի, որը կազմակերպել են, նրանք պատասխան են տալու այն սոցիալական վիճակի համար, որ գյումրեցուն իջեցրել են ծնգի։
Բազում տարաբնույթ քայլեր ու միջոցառումներ ձեռնարկվեցին գյումրեցիներին մոլորեցնելու համար, սակայն գյումրեցին ոչ թե մոլորվող, այլ հենց ինքն է մոլորեցնող։ Տեսեք, քանի կուսակցություններ են մտել պայքարի մեջ։ 10-11 կուսակցություններ։ Ընդ որում նաև ծծկեր կուսակցություններ։ Պատկերացնում եք, ուրեմն մի երկրում ինչ աստիճանի պետք է վարկաբեկված, նվաստացած, քրեականացված լինի ժողովրդավարական այնպիսի կարևորագույն մի ինստիտուտ, ինչպիսին ընտրությունն է, որ ընտրություններից տառացիորեն 2 օր առաջ կուսակցություններ ստեղծեն, մտնեն քաղաքական պայքարի մեջ, ծաղրուցանակի ենթարկելով իր ժողովրդին, իր ընտրողներին եւ թքելով համաշխարհային միջազգային հանրության երեսին եւ իրենց բիզնեսմեն ներկայացնող ընդամենը վաճառականներ։ Մանգամիջներ ունի։ Ուրեմն, ես ես կոչ եմ անում, չգնալ, ձայն չտալ իշխանության թեկնածուին։ Եթե իշխանության այն մյուս կուսակցությունները կարող է 100-200 ձայն քվե տանեն, ոչինչ։ Եթե դուք մերժում եք իշխանության թեկնածուին, ուրեմն Հովհաննես Մարգարյանը դառնում է ձեր քաղաքապետը։ Հարգելի գյումրեցիներ, այստեղ մեր գործընկերը ասեց, Գյումրին քաղաք է, բայց հիմա կարծես քաղաքի կարգավիճակ ունի, վիճակ չունի։ Ես միշտ ասել եմ, Լեննականում տղամարդիկ հպարտացել են, որ իրենք տուն են պահում, ընտանիք են պահում, այսօր տղամարդկանց մեծ մասը դուրսն է։ Դա մեր ցավն է, ռազմական քաղաք է եղել, զինվորի քաղաք է եղել, սահմանապահ քաղաք է եղել, այսօր 30%-ը չի մնացել։ Սա է կառավարման արդյունքը։ Սա է այն քայլերի արդյունքը, որ իրականացվել են։ Իսկ ինչ է հնարավոր չի, հնարավոր է վերականգնել։ Եվ այո, Գյումրին կարելի է վերականգնել։ Առաջինը պետք են աշխատատեղեր։ Ուրեմն հաղթանակի դեպքում պարոն Բաղդասարյանը իր լայն կապերի եւ մեծ հնարավորությունների միջոցով ներդրումներ ենք բերելու եւ Գյումրիում վերականգնելով աշխատատեղերը վերացնելու ենք այն խայտարակ վիճակը, որը կա։ Գյումրեցուն պետք է տալ աշխատելու հնարավորություն, նա իրեն էլ կպահի, երկիր էլ կպահի, դուրսին բարեկամին էլ կպահի։ Վերացնուն, վերացնուն, Գյումրու վերացնուն, վերացնված Գյումրի։ Այսօր քաղաքապետարանում նստած են մարդիկ, որոնք ամաչում են իրենց անցյալից, որոնք ամաչում են այն քաղաքական ուժերից, որոնց դավաճանել են, ամաչում են այն 4 տարիների համար, որ մատները մատներին չեն տվել Գյումրու համար։
եւ տասնյակ հազարավոր մարդիկ հավատում ենք Հովհաննես Մարգարյանին, հավատում ենք այն ցուցակին, որ նա ղեկավարում է, եւ մենք ձեր հետ ենք։ Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, ես պատրաստվում եմ մի քանի օր հետո այստեղ նշել Գյումրու վերածննդյան օրը։ Հաղթանակ առաջ եւ միայն դեպի վերածնված երկիր, սա է մեր պահանջը։ Հավաքված բազմության միակ նպատակն է հասնել փոփոխության իդեմս Հովհաննես Մարգարյանի։ Ընտրողը վստահ է, որ իրենց սիրելի ու հարազատ Հովիկն է Գյումրու վաղվա քաղաքապետը, երբեմնի շեն ու ծաղկուն Գյումրին վերածնողը։ Հովհաննես Մարգարյանի հաղթանակը Գյումրու եւ գյումրեցիների հաղթանակն է։ Հիմա այսքան մոլորվել, այսքան մոլորեցնել անհնար է։ Գիտեք, ամոթ է տապադիվ չի բերում։ Տղամարդը պետք է տղամարդավարի կռվի, տղամարդավարի ընտրության գնա, տղամարդավարի պայքարի։ Այո, ես հայկական վերածնունդ կուսակցության տեխնացուն եմ։ Այդ տեխնացությունը պաշտպանել է իմ թիմը։ Արթուր Բաղդասարյանը, ով իմ ղեկավարն է, եւ թող կանգնեն հստակ ասեն, որ ես էլ Սերժ Սարգսյանի տեխնացուն եմ, Հանրապետականի տեխնացուն եմ, այդ հագը լինի ճիշտ, բոլորս գիտենան եւ գիտենանք, թե ով է։ Ես ձեզանից մեկն եմ եւ ամսու 3-ին դուք ունենալու եք քաղաքապետարան, որը ձերն է լինելու, դռները բաց, դա ձեր օջախն է լինելու։ Մենք միասին ենք եւ մենք